Գրեթե 6 շաբաթյա հրադադարից հետո Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածի ռմբակոծումը։ Վերջին 2 օրերին հասցված ավիաառվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Համասն ու Իսրայելը միմյանց մեղադրում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված զինադադարը խախտելու մեջ։ Համասը տեղի ունեցածը որակում է էսկալացիա եւ միջազգային միջամտության կոչ անում։ Իսրայելը հայտարարում է, որ հարվածներն անհրաժեշտ են խաղաղ բնակչության շրջանում թաքնված Համասի զինյալներին ոչնչացնելու համար։ Ասում են հրադադար կա, որտեղ այդ հրադադարը, որի մասին խոսում են, որտեղ են հրադադարի երաշխավորողները, ամեն օր 10-15-20 մարդ է զոհվում, նահատակների մասին լուրով ենք արթնանում ու նահատակների լուրով քնում, իսկ նրանք ասում են, թե հրադադար կա, ցավոք, ոչ մի հրադադար չկա, իսրայելցիները չեն պահպանում հրադադարը և նրանց ստորագրած համաձայնագրից ոչինչ չի մնացել։ Հարվածները տեղի են ունեցել, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Միացյալ Նահանգների առաջարկած բանաձևին Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրին, իսկ Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրել է ռազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 850 շինություն ավերելու եւ փախստականների ճամբարներից 32,000 պաղեստինցու բռնի տեղահանելու համար։ Այսօր նրանց տեղահանումից 10 ամիս անց բնակիչներից եւ ոչ մի ընտանիք չի կարողացել վերադառնալ իր տուն։ Ոմանց տներն ամբողջությամբ ավերվել կամ քանդվել են, այնպես որ իրականում վերադառնալու տուն այլևս չկա։ Միևնույն ժամանակ լարվածությունը աճում է նաև հյուսիսում։ Իսրայելն ակտիվացրել է ավիաառվածները հարավային Լիբանանում Հեզբոլլահի դեմ։ Լիբանանի Այն Ալ-Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել։ Իսրայելը պնդում է, թե իբր թիրախավորել է Համասի ուսումնական համալիրը, ինչպես Համասը դա որակել է հերյուրանք, նշելով, որ հարվածը հասցվել է քաղաքացիական մարզադաշտին։ Վարչապետ Նեթանյահուի այցը Սիրիայում գտնվող զորքերին ընդգծում է հյուսիսային սահմանի ռազմավարական կարևորությունը։ Մենք հսկայական կարևորություն ենք տալիս այստեղ մեր եւ պաշտպանական եւ հարձակողական կարողություններին, պաշտպանելով մեր դրուզ դաշնակիցներին եւ գլխավորապես Իսրայելի պետությունն ու Գոլանի ուղղությամբ նրա հյուսիսային սահմանը։ Մասնագետները նշում են, որ աշխարհակարգը փոփոխվում է ու շարժվում ավելի պրագմատիկ հարաբերությունների ուղղությամբ, ինչի վկայությունն են նաեւ Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։ Այն ինչ որ տեղի ունեցավ Գազայում, միջազգային բոլոր համապատասխան նորմերի հիման վրա կարելի է մեկնաբանել որպես ցեղասպանություն։ Բայց Միացյալ Նահանգները ունի ռազմավարական շահեր Իսրայելի հետ եւ բնականաբար այո իրեն դուր չի գալիս որոշ բաներ, բայց հաշվի առնելով իր քաղաքական շահերը ինքը պահում է Իսրայելի մեջքը։ Գազայում հնարավոր խաղաղապահ առաքելությունն ու տարածաշրջանի երկրների բարդ հարաբերությունները ավելի են սրում իրավիճակը։ Միջազգայնագետ Կարեն Ղազարյանի դիտարկմամբ աշխարհաքաղաքական գործընթացները այնքան արագ են փոփոխվում, որ նախկին բարեկամները միշտ չէ որ մնում են բարեկամ, իսկ նախկին թշնամիները թշնամի։ Եթե Իսրայելը ցանկանում է, որ Ադրբեջանին չնեղացնի եւ հնարավորություն տա, որ իրենք ներկայացված լինեն, միգուցե թողնի, բայց եթե ադրբեջանցիներին ինչ որ փոխարինելու են թուրքերը, որը կարող է օրինակ արվել շատ փափուկ ձևով, իհարկե Իսրայելի համար դա անընդունել է, բայց Իսրայելը այն պետությունն է, որ եթե նման քայլ արեց Ադրբեջանը, փորձեց փոխարինել, ինձ թվում է հակազդեցություն ունենալու է կամ շատ կոշտ կամ կոպիտ ձևով, որովհետեւ Երկրում եմ Իսրայելի համար Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ հատկապես նմանատիպ իրավիճակներում ներկայացվածությունը ինքը շատ լավ գիտի, որ եթե մտավ Գազա, Թուրքիան կարող է Գազայից դուրս չգալ եւ անկախ նրանից ինչ իրավիճակ կլինի եւ դրա համար իրանք ամեն կերպ հակազդում են։ Գազայի շուրջ հերթական լարվածությունը արտացոլում է տարածաշրջանում ուժային հաշվարկի արագ փոփոխությունը, որտեղ այժմ նախապատվություն է տրվում պրագմատիզմին, իսկ մեծ տերությունների շահերը շարունակում են որոշիչ լինել միջազգային արձագանքի ձևավորման եւ ճնշումների միջոցով սեփական նպատակներին հասնելու գործում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։